Իրանը բոլոր նահատակների արյան վրեժը լուծելու է, փակ է պահելու Հորմուզի նեղուցը, պահանջում է փակել տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաներն ու փոխհատուցել Իրանին հասցված վնասը։ Իսլամական Հանրապետության նոր հոգևոր առաջնորդ գլխավոր գերագույն հրամանատար Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձն է, որն էլ ավելի է ոգևորել իրանցիներին։ Նրանք մեխում են ամերիկացիների եւ իսրայելցիների դագաղի վերջին մեխը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի ու տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաներին բալիստիկ հրթիռներով հերթական հարվածներն է հասցրել, կիրառելով նաև Էմադ, Քադր, Խեյբար Շեքան ու Ֆաթահ հրթիռներ, ինչպես նաև կամիկաձե անօդաչուներ։ Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան պատերազմի 14-րդ օրը ռազմական գործողությունների ինտենսիվությունը պահպանվում է։ Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին, տուժածներ չկան, վնասվել է շենքի ճակատային մասը։ Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հրթիռներով գրոհել են ամերիկյան լցանավը։ Հարվածները շարունակվում են նաև հրեական պետության մի շարք բնակավայրերին, ավերվել են բազմաթիվ շենքեր, վնասվել ավտոմեքենաներ, տուժել են տասնյակ մարդիկ։ Իսրայելին ոչ մի րոպե հանգիստ չի տալիս նաև Իրանի պրոքսին, Հզբոլլահ խմբավորումը։ Իսրայելցիները չեն կարողանում դուրս գալ ստորգետնյա ապաստարաններից։ Վտանգավոր իրավիճակ է նաև Թուրքիայում, երկրի հարավում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայի տարածքում հնչել են օդային հարձակման ազդանշաններ։ Ավիաբազայի վրայով բալիստիկ հրթիռ է անցել։ Թուրքական ՀՕՊ-ը որսացել է արդեն երրորդ հրթիռը։ Իսկ Էրբիլում ռազմաբազայի վրա իրանական ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է 1 ֆրանսիացի զինվոր, վիրավորվել է 6 ֆրանսիացի զինծառայող։ Նրանք մասնակցում էին հակաահաբեկչական զորավարժության։ Իրաքի արևմտյան շրջանում էլ ամերիկյան KC-135 օդանավ է վթարվել մեկ այլ օդանավի հետ միջադեպի հետևանքով։ Անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են, մյուսների որոնումները շարունակվում են։ Օդանավի խոցման պատասխանատվությունը ստանձնել է Իրանին աջակցող Իրաքի իսլամական դիմադրությունը։ Սա պատերազմի ընթացքում կորցրած Միացյալ Նահանգների 4-րդ ռազմական օդանավն է։ Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ վերջին 1 օրում Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում ավելի քան 200 թիրախ է խոցվել։ Իսրայելական բանակը հարվածել է նաև Թեհրանում գտնվող աշխարհազորայինների դիրքերին և Պահապանների կորպուսի հրամանատարական կենտրոնին։ Իսրայելի վարչապետն Իրանին նոր անակնկալներ է խոստացել։ Հուսով ենք, որ այս ռեժիմը կոչնչացվի, սակայն եթե նույնիսկ դա տեղի չունենա, այն շատ ավելի թույլ կլինի։ Հուսանք նրանք գահընկեց կարվեն եւ խնդիրը կլուծվի։ Իրանն այլևս այն սուպեր հզոր պետությունը չէ, այն հզոր հրեշը չէ։ Բացի այդ, մենք Միացյալ Նահանգների հետ միասնական ենք գործում։ Բիբին շարունակում է պնդել, որ Իրանի դեմ պայքարում է ոչ միայն իսրայելցիների, ամերիկացիների ու ամբողջ աշխարհի, այլև հենց իրանցիների ապագայի համար։ Իսրայելն Իրանի ժողովրդի կողքին է, ասել է Նեթանյահուն։ Ըստ Իսրայելի վարչապետի նոր գերագույն հոգևոր առաջնորդը Մոջթաբան իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է, որը չի կարողանում հայտնվել հանրության առաջ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանական բալիստիկ հրթիռ է ոչնչացրել արձակվելուց րոպեներ առաջ։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ու ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն։ Հրթիռները, ԱԹՍ-ներն ու այդ համակարգերի առաջնորդները վերացել են երկրի երեսից։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանի ղեկավարները ամբողջ աշխարհում 47 տարի սպանել են անմեղ մարդկանց, եւ հիմա ինքը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ սպանում է նրանց։ Իրանում եւ տարածաշրջանում իրավիճակը շատ արագ է զարգանում, ամեն ինչ շատ լավ է ընթանում, մեր բանակը անգերազանցելի է։ Երբեք նման բան չի եղել ու ոչ ոք չի տեսել։ Մենք իրականացնում ենք այն, ինչ ոմանք պետք է անեին 47 տարվա ընթացքում, բայց նրանք դա չեն արել։ Իրանն ահաբեկչական ու ատելի պետություն է, եւ հիմա նրանք բարձր գին են վճարում։ Սակայն շատերի կարծիքով բարձր գին վճարում է հենց նահանգները։ Միջազգային մամուլը գրում է, որ Իրանն աննախադեպ արագությամբ դատարկում է Միացյալ Նահանգների զենքի պաշարները։ Bloomberg-ն ընդգծում է, որ Իրանի հետ պատերազմից առաջ նահանգները թեթև ավիացիայից երբեք այդքան լուրջ սպառնալիքի չէր բախվել։ Արդյունքում ամերիկացի զինվորականներն Իրանի կրակային հզոր հարվածներին հակազդելու համար ստիպված են աննախադեպ արագությամբ սպառել թանկարժեք դժվար փոխարինվող հրթիռների պաշարները։ Ամերիկացի մասնագետներ
Պաշտոնյաները վստահեցնում են, որ նահանգները հեռահար ճշգրիտ հարվածների հեղափոխության առաջատարն է, սակայն Իրանի դեմ օպերացիան առաջին պատերազմն է, որում թշնամին ունի նույն հնարավորությունները։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։